Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Civic-ի մտեսակապի միջոցով զրուցելու է քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Նավասարդյան։ Բարև ձեզ։ Պարոն Նավասարդյան, ուզում եմ զրույցը սկսենք երեկ Մոսկվայում տեղի ունեցած մի ֆորումով Եվրասիան ավանդական արժեքների տարածք խորագրով, որտեղ ռուսահայ գործիչները նորից նեղսրտել են կարծես Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերությունների խորացման հնարավորության հետ կապված, նույնիսկ սպառնալիքներ էին հնչում, որ եթե Հայաստանը այս ուղիով գնա, հրաժարվի օրինակ ԵՏՄ-ից եւ այլն, կարող է ընդհանրապես գոյություն չունենալ։ Ես մասնավորապես Մարգարիտա Սիմոնյանին եմ ցիտում։ Կուզեի ձեր դիտարկումները լսել, ինչ անհանգստություններ կան ըստ ձեզ Մոսկվայում այս առումով։ Նախ պիտի նշենք, որ Ռուսաստանում Ուկրաինայի հետ պատերազմի սկզբից, իսկ մասամբ նաև դեռ 2014 թվականից, երբ սկսվել է այդ հակամարտությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև, բազմակարծությունը այլևս գոյություն չունի եւ ցանկացած անձ, որ ուզում է հանրային դաշտում ինչ որ դերակատարություն ունենալ, պետք է ասի այն, ինչ արտացոլում է Կրեմլի այսօրվա գաղափարախոսությունը, եւ այդ գաղափարախոսության մի մասն է, որ հենց Ռուսաստանն է այսօր ամբողջ աշխարհում ավանդական արժեքների պահպանողը եւ հակադրում է իրեն եվրոպական այսպես կոչված նեոլիբերալիզմին կամ նույնիսկ այնպիսի արտահայտություն են գտել, ինչպիսին է լիբերալ ֆաշիզմ, հա։ Այսինքն այդ արհեստական կառուցվածքները գաղափարական մղում են այն մարդկանց, որոնք ուզում են լավագույնս ծառայել Ռուսաստանի իշխանություններին, գնալով նոր բաներ օրինել եւ նոր փաստարկներ ձևավորել, որոնք ցանկացած նախաձեռնություն Հայաստանի կողմից մերձենալ Եվրամիության հետ կամ Արևմուտքի հետ ներկայացնում են որպես երկիրը, ազգը ձախողելու ճանապարհ եւ հետ այդ համատեքստում պետք է դիտարկենք վերջին զարգացումները։ Բնականաբար Ռուսաստանում եւ այդ ռուսահայ հանրության ուշադրությունից չէր կարող վրիպել այն, որ Հայաստանում ընդունվել է օրենքը Եվրամիության անդամակցության գործընթացը սկսելու վերաբերյալ եւ դա դիտարկվում է որպես հակառուսական քայլ, այսինքն Ռուսաստանի շահերին դեմ գնացող քայլ եւ քանի որ Ռուսաստանը այսօր իր շահերի դեմ ցանկացած շարժում կամ միտում հակված է պատժել ամենադաժան ձևերով, հենց այդ սպառնալիքի ձևով են ներկայացնում գնահատականները Հայաստանի ապագայի վերաբերյալ եւ Հայաստանի կործանման վերաբերյալ այս տրամաբանությունը ինքը դարձել է կարծրատիպ եւ բոլորը նույն բանն են կրկնում, չավելացնելով համարյա որևէ նոր երանգ, եթե խոսենք Մարգարիտա Սիմոնյանի մասին, ապա իր ձևակերպումը այնպիսին է, որ հեռացումը Հայաստանի Ռուսաստանից իհարկե կտխրեցնի Ռուսաստանին, բայց մեծ նշանակություն այդ երկրի այդ պետության համար չի ունենա, սակայն Հայաստանի համար հետևանքը հենց կործանումը կլինի։ Սա բնականաբար փորձ է ազդել նաև Հայաստանի ներքաղաքական եւ հասարակական կյանքի վրա, մանավանդ հաշվի առնելով մոտեցող խորհրդարանական Այսինքն Ռուսաստանը ամեն դեպքում հետաքրքրություններ կունենա առաջիկա ընտրությունների հետ կապված եւ այսպիսի հայտարարությունները որոշակիորեն ազդեցություն ունենալու, ազդեցություն պահպանելու միջոց են, հետագայում գուցե որոշ քաղաքական ուժերի հետ աշխատելու նաեւ իմաստով։ Նույն տեսակետը այստեղ մի փոքր երևի տարբերվում է ավանդաբար Հայաստանում տարածվողից։ Ես չեմ կարծում, որ ի վերջո Ռուսաստանի իշխանությունները հստակ ընտրություն ունեն, թե ում են ուզում տեսնել որպես Հայաստանի իշխանություն, սակայն Ռուսաստանի այսօրվա քաղաքականության համար ձեռնտու է, որ Հայաստանում հնարավորինս թույլ իշխանություն լինի եւ ուրեմն պետք է աջակցել ցանկացած ուժերին, որոնք դեմ են արտահայտվում այսօրվա քաղաքականությանը եւ փորձելով խորհրդարանում, ապագա խորհրդարանում ստանալ որոշակի ձայներ,
նաև խանգարեն այնպիսի քաղաքականության իրականացմանը, որը հակասում է Ռուսաստանի շահերին, նույնիսկ եթե իշխանափոխություն տեղի չունենա։ Մի փոքր այլ են այստեղ շահերը այդ ռուսահայկական շրջանակների, որոնք ի տարբերություն Կրեմլին կարող են ունենալ որոշակի համակրանքներ եւ հակակրանքներ, եւ այստեղ ի վերջո թեև կա այս նրբությունը, ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ համընկնում են հիմնական խնդիրները եւ նպատակները եւ նշված ռուսահայկական շրջանակների եւ Մոսկվայի պաշտոնական քաղաքականության։ Նույնիսկ եթե այդ ուժերը, որոնց հաջողությանը փորձում են նպաստել այդ ռուսահայկական շրջանակները չգան իշխանության, բայց ստանալով որոշակի քվե կարող են ազդել նաև Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա, իսկ դա, ինչպես նշեցի, բխում է նաև Ռուսաստանի շահերին։ Պարոն Նավասարդյան, մի հետաքրքիր միտք հնչեց նաև այս ֆորումի շրջանակներում, թե ռուսական նախաձեռնությունները Հայաստանում որակյալ մեդիայի ուղեկցության կարիք ունեն, ինչու եմ ասում հետաքրքիր, որովհետև ձեր դիտարկմամբ ընդհանրապես Ռուսաստանը այս տարիների ընթացքում խնդիր ունեցել է իր նախաձեռնությունները, իր քարոզչությունը Հայաստանում տարածելու համար, որ այսպիսի մտահոգություններ են առաջացել, եւ դուք ընդհանրապես ռուսական քարոզչության իմաստով փոփոխություն տեսնում եք Հայաստանում։ Ես կարող եմ տեսնել հետևյալը, եթե մինչև վերջերս Ռուսաստանը ուներ շատ հստակ շրջանակ, ասենք լրատվական դաշտում գործող սուբյեկտների, ում միջոցով փորձում էր տարածել իր քաղաքական ուղերձները, այսօր մենք տեսնում ենք, որ փորձ է արվում ընդլայնել այդ շրջանակները եւ ակնհայտորեն մենք տեսնում ենք, որ կամ ստեղծվում են, կամ փոխում են իրենց կողմնորոշումները այն լրատվամիջոցները, որոնք առաջ կարծես թե կամ չկային, կամ չէին տեղավորվում ռուսական քարոզչական նպատակների մեջ, այսօր հայտնվում են, ընդլայնվում է դաշտը եւ ինչ որտեղ դա կարելի է պայմանավորել նաեւ նրանով, որ արևմուտքից աջակցությունը մեր լրատվական դաշտին նվազում է եւ առաջին հերթին դա Ամերիկայում ընդունված որոշումների արդյունքն է եւ ստեղծվում է մի դաշտ, որտեղ կարելի է որոշակի նյութական խրախուսանքներով մտնել եւ ավելի մեծ կշիռ ստանալ այդ տեղեկատվական պատերազմներում, որոնք ներքին քաղաքականության շրջանակներում ընթանում են Հայաստանում։ Դրանպես նկատելի է, որ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների սերտացումը ոչ միայն Մոսկվայում, այլև Բաքվում է մեծ անհանգստություն առաջացնում։ Ալիևը իր երեկվա հայտարարություններով նշում էր, որ ոչ հայ-թուրքական, ոչ հայ-ադրբեջանական հարաբերությունները Եվրամիության գործը չեն, մեջբերելով ֆոն դեր Լայենի նախորդին արած հայտարարությունները։ Կուզեի ձեր դիտարկումները լսել այս նույնականացումը Մոսկվայի եւ Բաքվի դիրքորոշումների եւ ինչքանով այս պետությունները վտանգներ են տեսնում, որ Եվրամիությունը կարող է հօգուտ մեզ որոշումներ կայացնել կամ գուցե նաև ճնշումներ բանեցնել։ Նախ ես չէի նույնականացնի քաղաքականությունը այն, որ իրականացնում է Ռուսաստանը եւ Ադրբեջանը, այստեղ կան որոշակի տարբերություններ։ Ռուսաստանի համար Հայաստանի մերձեցումը Եվրամիության եւ Արևմուտքի հետ առաջին հերթին իր աշխարհակաղակական ռազմավարական շահերին մարտահրավեր է ընկալվում եւ դիտարկվում։ Ադրբեջանի պարագայում մի փոքր այլ է։ Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ որքանով սերտ լինեն հարաբերությունները Հայաստանի, Եվրոպայի եւ մինչև վերջի փոփոխությունները նաեւ ԱՄՆ-ի հետ, որ դրանք ուղղակի հզորացնում են Հայաստանը, այն դարձնում են եւ անվտանգային եւ տնտեսական եւ այլ զարգացման շնորհիվ ավելի ուժեղ մրցակից եւ այդ պատճառով Ադրբեջանը հետեւողական
պայքար է մղում նրա դեմ, որ կայանա ի վերջո այդ ալյանսը Հայաստանի եւ Եվրոպայի միջև, կամ Հայաստանը ուղղակի դառնա եվրոպական քաղաքական եւ աշխարհաքաղաքական առաջնահերթությունների մաս, եւ դա մենք շատ լավ նկատում ենք դեռ 15 տարի առաջ, երբ փաստորեն սկսել է իրականացվել արևելյան գործընկերության քաղաքականությունը եւ Հայաստանը նույնիսկ բանակցում էր ասոցիացիան համաձայնագրի շուրջ, նույնիսկ ավարտվել էին այդ բանակցությունները եւ նախաստորագրման փուլեր հասել Հայաստանը 2013 թվականին եւ արդեն այն ժամանակ նկատվում էր ինչպիսի ակտիվ քաղաքական ջանքեր եւ քարոզչական ջանքեր էր իրականացնում Ադրբեջանը, որպեսզի խանգարի այդ գործընթացին եւ քանի որ այստեղ նպատակները Ռուսաստանի հետ համընկնում էին, փաստորեն համատեղ ուժերով, այդ թվում նաեւ անվտանգային սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի համար, փաստորեն ստիպեցին այն օրվա իշխանություններին արել շրջադարձ եւ հրաժարվել ասոցիացիան համաձայնագրից Եվրամիության հետ։ Հիմա մենք մոտավորապես նույն սցենարն ենք տեսնում, Ռուսաստանը իր նպատակների համապատասխան, Ադրբեջանը ցանկանալով հնարավորինս շատ կապիտալիզացնել իր հաղթանակը 44-օրյա պատերազմում, շահագրգռված են, որ Հայաստանը հնարավորինս թուլանա եւ այդ թուլացման գործիքներից մեկն է մեկուսացնել Հայաստանը բոլորից եւ առաջին հերթին ազդեցիկ աշխարհաքաղաքական կենտրոններից, ինչպիսին են Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն։ Եվ այստեղ նույնպես, ինչպես այն ժամանակ համընկնում են Մոսկվայի եւ Բաքվի շահերը, եւ կրկնում եմ, ես դա չեմ դիտարկվում որպես համաձայնեցված քաղաքականություն։ Այստեղ ավելի շատ Ռուսաստանը օգտագործում է Ադրբեջանին իր նպատակների համար, Ադրբեջանն էլ օգտագործում է Ռուսաստանին իր նպատակների համար, ավելի շատ այդ տրամաբանության շրջանակներում ես կնկարագրեի իրավիճակը։ Պարոն Նավասարդյան, վերջին որոշակիորեն լարվածություն բառն օգտագործեմ, բայց գուցե չհասկացվածության ֆոնին հայ-ռուսական հարաբերությունների հայտնի դարձավ, որ մայիսի 9-ին Հայաստանի վարչապետը կլինի Մոսկվայում, մասնակցելու ընդունել է Պուտինի հրավերը, բայց եռակողմ հանդիպում Ալիևի հետ նախատեսված չէ, թեպետ Ալիևն էլ է այնտեղ լինելու, այսօր այդ մասին իր խոսնակը հայտ արեց։ Ձեր դիտարկումները որոնք են ընդհանրապես մասնակցության հետ կապված, ինչ կարող ենք ակնկալել ձեր կարծիքով, այս քայլը ինչպես եք գնահատում։ Ես պետք է ասեմ, որ միշտ կողմնակից է, որպեսզի Հայաստանի եւ Ռուսաստանի միջև լինի կառուցողական երկխոսություն։ Կառուցողական երկխոսություն ոչ թե այն առումով, ինչպես վերականգնենք նախկին հարաբերությունները, այլ նրա մասին, թե ինչպես պետք է վերակառուցել հարաբերությունները ներկա ժամանակի առանձնահատկություններից ելնելով, այսինքն ոչ ֆորմալ, ոչ պրակտիկ առումով Մոսկվայի եւ Երևանի միջև հարաբերությունները չեն կարող լինել նախկինը, բայց նաեւ չեն կարող չլինել հարաբերություններ։ Ուրեմն այդ հարաբերությունների բովանդակության վերանայման կարիքը կա, իսկ վերանայումը կարող է տեղի ունենալ միայն երկխոսության միջոցով, այդ երկխոսությունը բնականաբար շատ ծանր պիտի լիներ եւ կարող է լինել, հաշվի առնելով իհարկե կշիռների տարբերությունը եւ Ռուսաստանի այս պահի բավականին այդպես հարձակողական եւ ագրեսիվ պահվածքը միջազգային հարաբերություններում։ Սակայն դա անխուսափելի է։ Մենք չենք կարող անտեսել ընդհանրապես Ռուսաստանի ներկայությունը այս տարածաշրջանում, պարզապես պետք է հնարավորինս ռացիոնալ հարաբերություններ ձևավորենք։ Եվ այդ առումով հաշվի առնելով այդ երկխոսության անհրաժեշտությունը, հաշվի առնելով այն կարևորությունը, որ ամեն դեպքում պատմական տեսակետից ունի 80-ամյակը Խորհրդային Միության, միգուցե ներկայությունը Մոսկվայում բացառել դժվար կլիներ, թեև հոգեբանական, չգիտեմ, բարոյական տեսակետից
գնալ եւ պատերազմի հետ կապված ինչ որ տոնակատարություններին մասնակցել այն ժամանակահատվածում, երբ Ռուսաստանը ագրեսիվ պատերազմ է մղում Ուկրաինայում, դա բնականաբար շատ խոցելի քայլ է։ Պարզապես մենք ցավոք պետք է ընդունենք այն սխալները եւ այն հետեւողականության բացակայությունը, որ կար մեր իշխանության կողմից, եւ պետք է գնահատենք իրավիճակը այնպիսին, ինչպիսին այդ կա, այդ սխալների եւ ոչ հետեւողական լինելու հետևանքով, եւ այդ իրավիճակը միգուցե դիպում է Փաշինյանին գնալ այնտեղ, որքանով ինձ համար բարոյապես դա ընդունելի քայլ չէ։ Ինչ վերաբերում է հնարավոր եռակողմ հանդիպմանը Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան այդ տոնակատարությունների շրջանակներում, ես որքան տեսնում եմ, Ադրբեջանը ընդհանրապես չի ցանկանում որևէ միջնորդների մասնակցությամբ խոսել Հայաստանի հետ, քանի որ ցավոք հաջողացրել է, որ վերջի տարիների ընթացքում առանց որևէ երկխոսության ընդհանրապես կարողանում է լուծել շատ հարցեր եւ պարզապես միակողմանի տեղադրանքի եղանակով է լուծում բոլոր այն չլուծված հարցերը, որոնք մնում են Հայաստանի հետ, եւ այդ առումով որևէ երրորդ կողմի ներկայությունը Ադրբեջանին բացարձակապես անհրաժեշտ չէ։ Միևնույն ժամանակ, եթե շատ լուրջ պնդումներ լինեն Ռուսաստանի կողմից, գոնե ձևական առումով, միգուցե Ալիևը եւ կհամաձայնի Փաշինյանի հետ զրուցել Մոսկվայում, պարզապես ես համոզված չեմ, որ դա այսօր այդքան անհրաժեշտ է Պուտինին, քանի որ կան երևի այս փուլում ավելի էական առաջնահերթություններ Ռուսաստանի համար, քան վերադարձը այդ երակողմ ձևաչափին առաջին դեպքերի մակարդակով։ Միևնույն ժամանակ, ասենք Ռուսաստանը միանշանակ շահագրգռված լինի, որ վերականգնվի այն ձևաչափը, որ կար փոխվարչապետների մակարդակով, քանի որ Ռուսաստանը շարունակում է շահագրգռված լինել Մեղրիի ճանապարհի վերահսկման մեջ եւ այստեղ այդ երակող ֆորմատը Ռուսաստանի համար հետարքիր զարգացում է, այդ ուղղությամբ կարծում եմ ճնշումներ կլինեն Հայաստանի նկատմամբ, պարզապես միգուցե անհրաժեշտություն չեն տեսնում, որ այդ խնդիրը լուծելու համար պետք է առաջին դեմքերի հանդիպում Մոսկվայում։ Պարոն Նավասարդյան, ամփոփելով զրույցը, ձեր դիտարկմամբ Հայաստանը պետք է դիմադրի Սյունիքում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսություն բացելու ցանկությանը, Զախարովը նշում է, որ մայիսին բանակցությունները կավարտվեն, ընդհանրապես մեզ դա ինչ կտա։ Մեզ դա, եթե մեր շահերից խոսենք, ոչ մի բան բնականաբար չի տալու, միգուցե շատ փոքր նշանակություն կունենա, ասենք այդ տարածաշրջանի սոցիալական վիճակի համար, այսինքն մի քանի արտասահմանցիներ բարձր աշխատավարձով, եթե հայտնվեն, միգուցե դա օգտակար կլինի տեղում առևտուր շանողների եւ տարբեր ծառայություններ մատուցողների համար։ Որևէ այլ նշանակություն ես այստեղ կամ կարևորություն կամ օգտակարություն ես չեմ կարող տեսնել, բայց նաև որևէ խնդիր չեմ տեսնում, եթե դա զուտ դիվանագիտական ներկայության հաստատումն է։ Դիվանագիտական ներկայությունները երկրում միշտ կարծում եմ բացասական, եթե զուտ դիվանագիտական իհարկե առաքելություններ են, այլ ոչ թե լրտեսական գործունեություն իրականացնող, միշտ դրական բան կարելի է համարել, իսկ ասենք լրտեսական գործունեություն ծավալելու տեսակետից դա արդեն Հայաստանի անվտանգության ծառայությունների հոգսը պետք է լինի, որ նման բան տեղի չի ունենա։ Սակայն համատեքստը այստեղ բնականաբար չի կարող մտահոգություններ չառաջացնել, քանի որ չեն կարող չտեսնել կապը այդ հյուպատոսության եւ Ռուսաստանի ոտնձգությունների, ասենք Մեղրիի ճանապարհի վերահսկողության տեսակետի
Այսինքն եթե նման գործառույթ Ռուսաստանը իր համար տեսնում է այս տարածաշրջանում, ուրեմն պարզ է, որ հյուպատոսության աշխատանքի կարևոր ուղղությունը հենց դրա հետ է կապված լինելու եւ այստեղ կրկնում եմ մտահոգությունների առիթ կա։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Նմանապես հաջողություն։ Ես հիշեցնեմ, որ CVK-ը տեսակապի միջոցով զրուցում էր քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել CVK-ի YouTube-յան էջին։